Պարզվում է, որ այս տեսակետի հիմնավորման համար առատ փաստեր, նյութեր կան նաև հայկական միջավայրում։ Դա իհարկե առաջին հերթին վերաբերվում է արևի դիտարկումներին հին շրջանում։ Դեռևս նեոլիթից եկող ժամանակներում մարդիկ հայկական լեռնաշխարհում օգտագործում էին ստվերաչափ կոչվող պարզագույն գործիքը, որի օգնությամբ նրանք օրը բաժանում էին մասերի, տարին բաժանում էին ամիսների եւ այլն եւ գիտակցում էին տարին մի ամբողջական երևույթ լինելու այդ հասկացողությունը։ Ստվերաչափը հետո ժամանակի ընթացքում աճեց եւ դարձավ արեգակնային ժամացույց, որի հայրենիքը համարվում է հայկական լեռնաշխարհը։ Դա շատ կարևոր փաստ է, որ վերաբերվում է արևի դիտարկումներին հնում։ Երկրորդը դա արեգակնային օրացույցն է։ Մեր հաշվարկները աստղագիտական, տոմարագիտական, ինչպես նաև հնագիտական նյութը ցույց են տալիս, որ արեգակնային օրացույցը Հայաստանում պետք է գործածության մեջ մտցվեր մեր թվարկությունից առաջ 6-րդ հազարամյակում, այսինքն մոտ 8000 տարի առաջ։ Երրորդ կարևոր փաստը վերաբերվում է նրան, որ Հայաստանում հայտնի են, այսօր բացահայտվել են բազմաթիվ հնագույն աստղադիտարաններ։ Առաջին հերթին դա մեծամորն է, մեծամորի հայտնի աստղադիտարանն է, որի թվագրմամբ զբաղվել է աստղագետ Էլմա Պարսամյանը եւ ըստ նրա տեսակետի այդ աստղադիտարանը գործել է 3-րդ հազարամյակի սկզբներին, առաջի կեսում եւ ուրեմն այնտեղ դիտել են Սիրիուս կոչվող ամենապայծառ երկնակամարի ամենապայծառ աստղի ծագման պարբերաշրջանը, որը կազմում է հելիակտիկ ծագումը կազմում է 1460 տարի, դա այն նույն մեր հայկյան շրջանն է, որի ընթացքում հնում արեգակնային օրացույցը, ուրեմն լրացումներ էին կատարում։ Երկրորդ հայտնի այդպիսի աստղադիտարանը դա Քարահունջն է կամ Դիկ-Դիկ քարը, որի ուսումնասիրությամբ զբաղվել է ակադեմիկոս Հերունին, եւ ըստ նրա թվագրման այդ աստղադիտարանը գործել է մեզնից մոտ 7000 տարի առաջ։ Եվ այդպիսի աստղադիտարաններ Հայաստանում հայտնի են շատ այդպիսի աստղադիտարաններ կան նաև ավելի հին դեռ չուսումնասիրված։ Շատ կարևոր վկայություն է Կորյունի հաղորդած այն փաստը, որ Մաշտոցը հայոց գրերի ստեղծման այդ պատմությունը Մաշտոցին տրվեց Աստծո միջոցով։ Ըստ Կորյունի հաղորդածի, ուրեմն Մաշտոցը տեսիլք է, Մաշտոցին տեսիլք է երևում եւ այնտեղ Աստծո աչքը գրում է տառերը, որը մտապահում է Մաշտոց։ Այսինքն այն տեսակետն է, որ գիրը Մաշտոցին տվել է Աստծո կողմից։ Եվ ընդհանրապես հայոց մեջ ընդունված է լեզուն գիրը, դա համարվում էր սրբազան, աստվածային, աստվածատուր երևույթ։ Շատ կարևոր վկայություն է նաև այն, որ մեր առաջին մատենագիրները հաղորդում են, որ հայերի մեջ գոյություն է ունեցել նշանագրերի համակարգ։ Այդ նշանագրերը օգտագործվել են շատ հին ժամանակներից, սկսած մեզոլիթյան ժայռապատկերներից մինչև մեր օրերը։ Օրինակ այսօր ամբողջ աշխարհում ընդունված կենդանակերպի համաստեղությունների նշանները գալիս են այդ նշանագրերի համակարգից։ Եվ այդ նշանագրերը ունեն շատ հին ծագում, ընդ որում նրանց թիվը մոտավորապես 100-ի կարգի է։ Եվ ինչպես մենք ասեցինք, որ արևի ակտիվությունը եւ մեծ արևաբծերի երևալը տևում է մոտավորապես 10-ից 15 տարին մեկ, նույնիսկ ասում է 50 տարին մեկ, ապա այդքան նշանագրեր հավաքելու համար մարդիկ արևի վրա բծերը պիտի դիտարկեին մոտավորապես 5-ից 6000 տարի։ Այսինքն այդ process-ը պետք է սկսվեր մեզանից մոտ 7-ից 8000 տարի առաջ, առաջին արևայի բծերից ծնված առաջին նշանագրերի հայտնվելը։ Եվ մի շատ կարևոր վկայություն կա նաև հայոց լեզվի մեջ։ Դա խոսքը վերաբերում է հայերեն գիր բառին։ Ըստ լեզվաբանների հայերեն գիր բառը ծագում է հնդեվրոպական
վեր, երկար եյով վեր նախաձևից, որը ճշտորեն հայերենում տալիս է գիր։ Բայց այդ նախաձևի հիմնական իմաստն է պատռել, պատրոտել, քերթել, եւ հետաքրքիր է, որ հայերենում գրվածքին մենք ասում ենք նաեւ քերթվածք, եւ դա այդ հիշողությունն է, որ հասել է մինչեւ մեզ։ Սակայն ամենակարևոր փաստն այն է, որ հայերենում գոյություն ունի նաեւ գեզ բառը 7-րդ էյով, գեզ, որը նշանակում է լուսնի կամ արևի վրա երևացող սև բիծ։ Դա մի շատ վառ վկայություն է այն մասին, եթե լեզվում կա այդ բառը, այդ արմատը, որը հենց արևաբիծի իմաստն ունի, նշանակում է արևաբիծ, դա արդեն վկայություն է, որ իսկապես հայերը շատ հին ժամանակներից, որովհետև այդ բառը շատ հին ծագում ունի, հին ժամանակներից դիտել են արևաբծերը։ Բայց ամենակարևորը նաև այն է, որ այդ գեզ բառը, դա նույնն է գզելը, երբ որ ասում ենք գզել, պատռել, պատրոտել, այսինքն ունի նույն իմաստը, ինչ այն արմատը, որից ծագում է գիր բառը։ Սա մի շատ կարևոր փաստ է, որ գիրը իսկապես կարող էր ծագել, նախնական աստվածային գիրը կարող էր ծագել արևաբծերի նմանությունից։ Այսպիսով, եթե իմի բերենք այս նշված փաստերը, վկայությունները, ապա գալիս ենք այն համոզմունքին, որ իսկապես մեր նախնիները կարող էին այս իրենց նշանագրերի համակարգը ստեղծել արտապատկերելով արևաբծերի նշանները, նրանց տալով որոշակի իմաստներ, խորհուրդներ եւ ստեղծել այն համակարգը, որ այսօր մեզ հայտնի է որպես հայկական նշանագրերի համակարգ։